Վերջին տարիներին Հայաստանի, հատկապես Երևանի անշարժ գույքի շուկայում արձանագրվել է աննախադեպ ակտիվություն եւ շինարարական բում։ Մասնագետների գնահատմամբ սա պայմանավորված է բարձր պահանջարկով։ Կար մեծ պահանջարկ եկամտահարկի վերադարձի մասին օրենքով պայմանավորված, մարդիկ քաղաքացիները գույք էին գնում եւ եկամտահարկի վերադարձով հետ էին ստանում իրենց բանկին վճարված տոկոսները։ Սոցիալական ցանցերում տեսակետ է տարածվում, թե նորակառույց բնակարանները հիմնականում ձեռք են բերում օտարերկրացիները, մասնավորապես Թուրքիայի քաղաքացիները, սակայն ոլորտի ներկայացուցիչների դիտարկմամբ այս պնդումները որևէ փաստական հիմք չունեն։ Ճիշտ է, ես էլ եմ շատ լսել այդպես միֆեր, որ այդ շենքերը միգուցե կառուցվում են այլ երկրի քաղաքացիների համար կամ թուրքերի համար, Թուրքիայի քաղաքացիների, դա ուղղակի այդպես տարածված միֆեր է, օրինակ ես մեր ընկերությունը ունենք տարբեր քաղաքաշինական նախագծեր, որտեղ բազմաթիվ բնակարաններ ենք վաճառում եւ իմ տարբեր գործընկերություններ եւ նույն բիզնեսով են զբաղվում, չի հանդիպում նման բան։ Հարությունովի խոսքով օրենքը չի սահմանափակում օտարերկրացիներին Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու հարցում, սակայն շուկայի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական գնորդները Հայաստանի քաղաքացիներն են։ Ըստ պաշտոնական վիճակագրության 2025 թվականի ընթացքում օտարերկրացիների կողմից իրականացվել է անշարժ գույքի գնման 254, վաճառքի 1225 գործարք։ 2024 թվականին այս ցուցանիշը բավական ցածր էր։ Գնման 166 եւ վաճառքի 214 գործարք է իրականացվել։ Նոր շենքերն ու տները մարդկանց առաջարկում են այնպիսի պայմաններ, որոնք հին բնակֆոնդում բացակայում են։ Ստորգետնյա կայանատեղիներ, ժամանակակից ինժեներական համակարգեր, բարձր սեյսմակայունություն, հավելյալ ծառայություններ։ Եկեք վիճակագրությունով նայենք վերջի 8-ից 10 տարվա տվյալները եւ համեմատենք նախորդ տարիներին, որքան քաղաքացի է գույք գնել Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որքան քաղաքացի է նախորդ տարիներին գնել։ Իմ կարծիքով վերջի 7-8 տարին ավելի շատ են գույք գնել, քան անկախության մնացած տարիներին։ Գնողունակության աճը մեր երկրում ըստ փորձագետի պայմանավորված է պետական սուբսիդավորման ծրագրերով, եկամտահարկի վերադարձ, բնակարան երիտասարդներին ծրագիր, պաշտպանության նախարարության աշխատակիցների համար արտոնյալ հիպոթեկ։ Չնայած որ եկամտահարկի վերադարձի մասին օրենքը Երևան քաղաքից դուրս եկավ, եւ այս տարվա վերջ մինչեւ գործելու է Երևանամերձ տարածքներում, դրանից հետո դուրս է գալու։ Ես կարծում եմ, որ մեր պետությունը կամ պետական այրերը այլ ծրագրեր կմշակեն, որպեսզի փոխարինի եւ մեր քաղաքացիների համար ավելի հասանելի դարձնի բնակարան ձեռք բերելը։ Միևնույն ժամանակ պահանջարկի մի հատված շարունակում է մնալ չբավարարված վարկային վատ պատմության կամ չգրանցված եկամուտների պատճառով։ Վերջին շրջանում հաճախ է խոսվում կառուցապատողների խնդիրների մասին, սակայն ոլորտի ներկայացուցիչները նշում են, խնդիրները մասնավոր են եւ չեն բնութագրում ամբողջ շուկան։ Այդուհանդերձ շուկան շարունակում է զարգանալ մրցակցության եւ փորձի աճի պայմաններում, իսկ պետական ծրագրերի հնարավոր փոփոխությունները կարող են նորից ազդել պահանջարկի ուղղությունների վրա։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։